Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է բլոգեր Մերին։ Ողջույն Մերի ջան։ Ողջույն եւ ողջույն բոլորին։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ հրավերը ընդունել ես։ Սկսենք նախ նրանից, թե ինչպես սկսեցիր զբաղվել բլոգինգով։ Իրականում քանի որ ես բլոգ սկսելու միտք չեմ ունեցել, իմ ընկերներից մեկը, ով լուսանկարիչ է, տեղափոխվում էր Երևան ու ամուսնացել էր ու բալիկ էր ունեցել։ Ու ինձ մի օր գրում է, ասում է, կարանք սիրուն կոնտենտ նկարենք, որպեսզի ունենամ պորտֆոլիո եւ Երևանում շարունակեմ գործունեությունը։ Եվ մենք նկարում ենք մի քանի կոնտենտ ծաղիկներով, գարուներ, եւ այդ հոլովակը հավաքեց 1 միլիոն դիտում։ Ու սկսվեց այդ ոգեշնչումը վարելու բլոգ։ Փաստորեն ամենադիտված հոլովակը դա է, թե այլ հոլովակ է եղել, որտեղից մարդիկ քեզ սկսել են ճանաչել։ Առաջին հոլովակը հավաքեց 300,000 դիտում, որից հետո 1 միլիոն, եւ այս պահին դա եւ եւս 2 այլ հոլովակներ ամենաշատ դիտում ունեցողներն են։ Սակայն պետք է ասեմ, որ կոնտենտի ոգեշնչումն ու իդեաները միշտ իմն են։ Շատ աղջիկական են, շատ ծաղիկներով են, ովքեր որ էջին հետևում են, եւ ոգեշնչումը իմն է։ Մերի դուք զբաղվում եք տվյալ աշխատանքով, բայց իրականում ունեք այլ մասնագիտություն։ Խոսենք ընդհանրապես, թե ինչպես տվյալ մասնագիտությունից հայտնվեցիք դեպի այս ոլորտ, թե արդյոք կարողանում եք համատեղել։ Իրականում ես մասնագիտությամբ իրավաբան եմ, երկար ժամանակ նաև լսողական խանգարում ունեցող մարդկանց հետ եմ աշխատել։ Իրավաբանության ոլորտում երկար ուսումնասիրել եմ ներառական կրթությունը Հայաստանում եւ աշխատում եմ Հայաստանի ամենամեծ ընկերություններից մեկում եւ զուգահեռաբար չէի պատկերացնում, որ որևէ ձևով հնարավոր է լինելու համատեղել երկու ոլորտները։ Ու դժվար է դա էկրանից այն կողմ չի երևում։ Սկզբում երբ ես միայն հրապարակում էի ստացված հոլովակները, ես հասկանում էի, որ շատ մարդիկ չեն պատկերացնում դրա ստեղծման բարդությունը, որովհետև հաճախ տեսնում են 10-ից 12 վայրկյանանոց հոլովակներ, բայց չեն տեսնում դրա հետևի ահռելի աշխատանքը։ Օրինակ հաճախ ա եղել, որ առավոտյան 4-ին մենք ամբողջ ընտանիքով գնացել ենք ծաղկի շուկա առել ենք ծաղիկներ, գնացել ենք նկարահանում ենք արել, որից հետո ես 9-ին գնացել եմ աշխատանքի։ Իսկ ընդհանրապես լինելով իրավաբան եւ հիմնականում կա այսպիսի մի ճակերտավոր պատկերացում, որ տվյալ ոլորտի անձինք բավականին լուրջ են, բավականին լրջությունն է, կարելի ասել հետապնդում նրանց։ Արդյոք չկար տարակուսանք տվյալ բլոգինգի ոլորտ, սոցիալական ցանցերի ոլորտ մուտք գործելու համար։ Իրականում հաճախ է լինում, որտեվ երբ որ դու ինչ-որ մեծ ընկերությունում ես աշխատում եւ փորձում ես քո մասնագիտականը տարանջատես էջից, սակայն զուգահեռաբար երկու վայրերում էլ հավատարիմ մնալ քո եսին։ Ես բլոգում ցույց եմ տալիս այն Մերիին, որը իմ էսթետիկ կողմն է, ես հաճախ եմ ասում, որ դա ոչ միայն բլոգ է, այլ իմ հուշերն են իմ մասին, որը օրինակ մի օր կուզեմ իմ աղջիկը նայի ու ասի, որ իմ մաման այսքան սիրուն է եղել կամ այսքան երևակայություն է ունեցել, այսքան ստեղծագործել է։ Մեր իսկ ընդհանրապես, երբ որ աշխատում ես նաև իրավական ոլորտում, համատեղելով տվյալ ոլորտի հետ, երբ որ քո հաճախորդները գալիս են, որպեսզի օրինակ, չգիտեմ, իրենց իրավունքները պաշտպանեն կամ իրենց խնդիրներով դիմում են քեզ, արդյոք նույն վստահությունն են ունենում, երբ որ իմանում են, որ նաև այն մարդով պետք է պաշտպանի իրենց շահերը, զբաղվում է օրինակ սոցիալական ցանցերում ակտիվություն է դրսևորում, բլոգինգով է զբաղվում, դա խանգարել է քեզ երբևիցե։ Երբեք։ Առաջին հերթին երբևիցե չեմ ունեցել խնդիր իմ գործատուի հետ եւ հակադրաբար նաև վստահության խնդիր երբևիցե չեմ ունեցել, որովհետեւ ճիշտ է հայրիկս հաճախ է ասում, որ ես չափից ավել գործունեություն եմ ծավալում եւ դա ինձ սպառում է, սակայն հակառակը, դա ինձ ոգեշնչում է, որովհետեւ կյանքը մարտահրավերների մասին է ու առաջինը այն մարտահրավերների, որը դու ինքդ քեզ ես նետում, որովհետեւ դու փորձում ես հասցնել ամեն ինչը սիրով, դու չես անում դա պարտադրված։ Նաև երբ որ գիտես իրավական դաշտում արկա գրեթե բոլոր, կարելի ասել օրենքները, որոնք նաև վերաբերվում են տվյալ ոլորտին, այսօր ինչ ես կարծում, ինչ խնդիրներ կան համացանցում, սոցիալական հարթակներում, ինչ բացեր կան, որոնք իրավական ոլորտը պետք է վերահսկի։ Տեսեք, Հայաստանում մեծ ոլորտը վերջերս է սկսել վերահսկվել եւ խոսքի ազատությունը, հա, միջազգային իրավունքը եւ դրան հակառակ տեղական իրավունքը բնականաբար տեղական օրենքները գերակշռում են։ Ես կարծում եմ, որ
ինքս դեմ եմ hate speech-ին, որը կա օրինակ համացանցում, որը կարելի է վերահսկել, որովհետև հաճախ դա բերում է մեծ խնդիրների, մեծ հոգեբանական խնդիրների այլ մարդկանց մոտ, որովհետև հաճախ մենք մտածում ենք, մենք ունենք խոսքի ազատություն եւ արտահայտում ենք որևիցե բան, սակայն չենք մտածում դրա հոգեբանական ազդեցությունը դիմացինի վրա, որովհետև մենք ստեղծում ենք ստանդարտներ հասարակության համար։ Ինչի Instagram-ում ես սկսեցի ցույց տալ նաև ոչ միայն հոլովակների իդեալական պատկերը վերջնարդյունքը, այլ նաև backstage-ը, թե ինչպես են օրինակ, չգիտեմ, մայրիկս, եղբայրս, հայրիկս, քույրիկս, ընկերուհիս, ինձ հետ գալիս նկարահանումների ու ինչքան բարդ է այդ ամեն ինչը ստեղծելը, որպեսզի մարդիկ նաև հասկանան, որ Instagram-ը իդեալականի մասին չի։ Ոչ մեկիս կյանքը իդեալականի մասին չի եւ իդեալական չի։ Հաճախ իդեալական էջերը բերում են այլ մարդկանց մոտ դեպրեսիայի, որովհետեւ շատ մարդիկ սկսում են համեմատվել քեզ հետ արտաքինով, մտածում են, որ դու ավելի հաջողակ ես, ավելի գեղեցիկ ես, այլ face-up-ները, photoshop-երը բերում են ստանդարտներ, որոնք հաճախ այլ աղջիկների կամ տղաների բերում են ստրեսի։ Ես բավականաչափ սիրուն չեմ, մաշկը բավականաչափ հարթ չէ, ես բավականաչափ նիհար չեմ։ Մենք տեսել ենք նաև այն հոլովակները, որտեղ տեսնում ենք նաև աջակցությունը, որը քեզ են տալիս քո հարազատները, եւ հիմնականում կա այսպիսի մի կարծիք, երբ որ մարդիկ ցանկանում են զբաղվել տվյալ աշխատանքով, ընտանիքը կողմ չի լինում եւ շատ դժվարությամբ են համաձայնում, քանի որ գիտեն, որ իրենց աղջկան օրինակ ճանաչում են բոլորը, սկսում են տեսնել, իմանալ նրա մասին, արդյոք ինչպես էր քո ընտանիքի արձագանքը, երբ որ իմացան, որ օրինակ ցանկանում ես զբաղվել սոցիալական հարթակներում գործունեություն ծավալելով։ Իրականում սկզբում papas ասում էր ինչի համար է այս ամենը, բայց պետք է ասեմ, որ 2018 թվականին ես մեկնել եմ Ուկրաինա սովորելու եւ այդ ժամանակ էլ ինքը կողմ չէր այդ մտքին եւ դրանից հետո մեկնել եմ Ֆրանսիա եւ այդ ժամանակ էլ կողմ չէր, որովհետեւ ես դեռ փոքր էի, երիտասարդ էի ու բնականաբար վախենում էր իմ անվտանգության համար, սակայն ես իմ ծնողներից միշտ ստացել եմ աջակցություն։ Տարիների ընթացքում կարող եմ ասել, որ իմ կյանքում ամենամեծ ձեռքբերումը դա ծնողներիս հետ մեր հարաբերությունների զուգահեռ երկկողմանի աշխատանքն է։ Մենք դարձել ենք ընկերներ, բացի ծնող-երեխա փոխհարաբերություններից եւ ստեղծվել է մեծ վստահության ու աջակցության մթնոլորտ։ Չնայած եթե օրինակ նրանք իրենց generation-ի, սերնդի համար դա օքեյ չի, բայց իրենք պատրաստ են օգնել, որ դու լինես երջանիկ, որովհետև դա է երջանկացնում քեզ։ Նաև նշեցիր, որ ընդհանրապես կյանքը մարտահրավերների մասին է, եւ երբ որ դու մուտք ես գործում մի հարթակ, գիտես, որ մարտահրավերը նաև այն, որ պետք է որոշակի կարծիքների հետ ծանոթ լինես, տարբեր կարծիքներ կան, թե դրական եւ թե բացասական, ընդհանրապես քո մոտ ինչպես է եղել, հարթ է եղել ճանապարհը, թե դու էլ հանդիպել ես մի քանի կարծիքների, որոնք քեզ վրա որոշակի ազդեցություն են թողել։ Իրականում ընկերներս հաճախ են նշում, որ քանի որ իմիջը էսթետիկ ու բարի է, ըստ իրենց, ես չեմ ուզում գնահատել իմիջը ինքս, ես hate չեմ ստացել։ Ու գուցե դեռ հոգեբանորեն չեմ կարող վերլուծել ինչ կլինի, եթե ես որևիցե hate ստանամ եւ արդյոք ինչպես դա կընկալեմ հոգեբանորեն, որովհետեւ դու երբ որ տուն ես գնում 6-ին աշխատանքից հետո ու ես փորձում եմ ամեն օր պատասխանել իմ նամակներին։ Երբ որ մի օր ինչ որ պատահաբար ես նամակ բացած չեմ լինում ու հաջորդ օրը հետևորդս էլի գրում է, ես միշտ ընկալում եմ, որ էկրանից այն կողմ մարդ է ու այդ մարդը իր կյանքի ամենաթանկ ռեսուրսը իր ժամանակը ներդնում է քո հոլովակը հավանելու, կիսվելու, մեկնաբանելու կամ քեզ գրելու համար ու այնքան բարդ է այդ հոգեբանական պատասխանատվությունը զուգահեռաբար, որովհետև երբ որ սկսեց մեծանալ ու 10 նամակը դարձավ 100 եւ 1000, ես հասկացա, որ ես ունեմ պատասխանատվություն, ոնց փոքրիկ իշխան գրքում է ասվում, մենք պատասխանատու ենք նրանց համար ու մենք ընտելացրել ենք։ Քանի որ դու արդեն հասկանում ես եւ գիտակցում ես, որ ունես պատասխանատվություն հազարավոր մարդկանց առջեւ, ինչ է քեզ համար տվյալ հետևորդ ասվածը եւ արդյոք եղել են դեպքեր, երբ որ հետևորդի սահմանը ավելին է անցել եւ ընկերական շփում է ձեռք բերել, այսինքն դու մարդկանց հետ մտերմացել ես, ջերմացել եւ մարդիկ կարողացել են քեզանից այդ քո դրական էներգիան ստանալ։
Ես շատ հետևորդներ ունեմ, ում հետ մենք այսօր ընկերներ ենք։ Ես այնքան եմ ուրախացել, որ հաճախ այդ on-line վիճակը անցել է իրական կյանքի, որտեղ ես շատ եմ սիրում face to face իրական հանդիպումներն ու իրական կոմունիկացիան, որտեղ մենք այնքան ենք հեռացել մարդիկ իրարից, մենք բոլորս ապրում ենք այդ քառակուսի էկրանի մեջ շատ հաճախ, եւ վերջերս իմ ամենամոտ ընկերներից մեկը Մուրադ Աբրահամի հետ էինք խոսում ու նշում էր, որ մարդուն մարդ է պետք։ Եվ ես շատ համաձայն եմ։ Ես ուրախ եմ, որ այսօր շատ հետևորդների, շատ մարդկանց ես հանդիպել եմ, ովքեր իմ ընկերներն են, ում հետ ես հաճախ ստեղծագործում եմ, կամ ինչ-որ բան եմ անում, կամ օգնում եմ, կամ իրենք են ինձ օգնում ու չգիտեմ, գուցե մի օր այդ միտքը այս պահին ձևավորված է իմ մեջ, որ մի օր ունենամ հնարավորություն եւ կարողանամ ստեղծել հանդիպում, որտեղ ովքեր որ կցանկանան, կկարողանան գալ եւ մենք միասին կկարողանանք զուգահեռաբար կկարողանամ կազմակերպել մի հանդիպում, որտեղ մարդիկ կճանաչեն ոչ միայն ինձ, այլ նաև իրար։ Մենք հիմա խոսում ենք նաև շատ կարևոր երևույթի մասին, ընկերության, եւ գիտենք, որ ընդհանրապես բոլոր կարելի ասել ոլորտներում շատ դժվար է գտնել իրական ընկերներ, ինչպիսին է սոցիալական հարթակում ձեռք բերված ընկերները եւ ընդհանրապես քեզ համար ընկերներ ասվածը ինչ է նշանակում ու մի կարևոր բան է ժամանակի ընթացքում արդյոք քո հաջողությունները ստիպել են, որ ընկերական շրջապատդ ավելի նեղանա, թե ընդհակառակը նոր ծանոթություններ են միայն ավելացել։ Քանի որ ես աշխատում եմ մասնագիտությունից ելնելով, հա, նաև մարդկային ռեսուրսների կառավարումից ելնելով, բացի իրավաբանությունից մարդկանց հետ, իմ շրջանակը մարդկանց միշտ լայն է եղել։ Ես վերջերս ԵՊՀ-ում հանդիպման էի եւ մի աղջիկ մոտեցավ, ով բարձվեց իմ հետևորդներ, ես նեղվեցի, որ իրեն դեմքով չեմ ճանաչում, որովհետեւ հաճախ երբ մարդիկ ինձ follow են անում, ես մտնում եմ ու նայում եմ այդ մարդու էջը, փորձելով հիշել։ Որովհետեւ ես ուզում եմ իմ հետևորդներին իհարկե արդեն վարդ 20,000 մարդու հիշելը, բայց ես փորձում եմ հիշել ու շատերի կյանքի պատմությունները գիտեմ, ցանկությունները գիտեմ, նպատակները գիտեմ։ Ընկերների շրջանակ չեմ ասի, որ միշտ ունեցել եմ լայն ընկերների շրջանակ, որովհետեւ հաճախ նախընտրում եմ խնդիրը հետևյալում է, հա, անկեղծ կլինեմ։ Այսօրվա կյանքում մենք ունենք շատ քիչ ժամանակ։ Ու դա մեզանից կախված չէ եւ մենք պետք է ի վիճակի լինենք տալու այնքան ժամանակ, որքան մարդիկ կարիք ունեն հաճախ հարաբերությունները փոխադարձ պահպանելու համար։ Ես ձեռք եմ բերել ընկերների շրջանակը ավելի լայնացել է բլոգինգի շնորհիվ ու ձեռք եմ բերել անգնահատելի մարդկանց, ում կարող եմ գրել ցանկացած հարցով եւ հակառակը։ Կարող եմ օրինակ հանդիպել բլոգեր ընկերուհիներիցս մեկին, ում հետ լինելով երկուսս բլոգեր կարող ենք անցկացնել 1.5 ժամ եւ չնկարել մեկ հոլովակ կամ մեկ նկար, որտեղ մենք ունենք խոսելու շատ բան։ Ընդհանրապես ձեր բլոգը ինչպես դուք ներկայացրիք եւ ինչպես մենք ենք տեսնում, խորհրդանիշ է գեղեցկության, բարության, ներդաշնակության եւ դուք շատ եք սիրում ծաղիկներ, ընդհանրապես ծաղիկը ձեզ համար ինչ խորհրդանիշ է։ Ինձ փոքրից ծաղիկներ շատ են նվիրել։ Ես շատ եմ ասոցացնում ծաղիկները կանանց հետ։ Կանանց նման բազմազան են գունավոր, հաճախ փշոտ, հաճախ նուրբ, նեղացկոտ, շուտ թոշնող կամ, չգիտեմ, հոգատարություն պահանջող։ Ես բլոգը միքսել եմ ճանապարհորդությունների հետ, որովհետև ես բլոգում ուզում եմ ցույց տալ այն իրական մերին, ով իր բոլոր մասնագիտական ունակություններից դուրս ունի ստեղծագործական ներքին։ Ես ուզում եմ ճանապարհորդությունների ու էսթետիկայի միջոցով փոխանցել այն, որ կապ չունի դու ֆինանսապես ինչքան ապահովված ընտանիքում ես ծնվել, շատ ապահովված թե քիչ, դու կարող ես կրթության, աջակցության ու ճիշտ միջավայրի միջոցով հասնել շատ ու շատ բաների։ Շատ մարդիկ տեսնում են նաև քո ճանապարհորդությունները, տեսնում են քո ընդհանրապես ունեցածը եւ դա թվում է թե շատ հեշտությամբ ես դու կարողացել ստեղծել, արդյոք կարող ես մեզ հետ կիսվել, թե ինչ ճանապարհ ես անցել եւ քո ուղին արդյոք փշոտ է եղել, ինչպես որոշ ծաղիկներ։ Իրականում երբ ես փոքր էի, ես շատ էի սիրում գիրք կարդալ եւ շատ եմ սիրել սովորել։ Ամենաշատը կապված եմ թե հայրիկից, թե մայրիկից հետ, բայց հայրիկը շատ էր աշխատում այդ ժամանակահատվածում, ձմռանը ինքը վերանորոգում էր մեքենաներ, ու ես շատ լավ եմ հիշում, որ սպասում էի, որ ինքը տուն գա, ես պատմեմ իր նվիրած գրքի բովանդակությունը, որը ես կարդացել եմ, բայց ես մինչև ուշ գիշեր սպասում էի, ինքը չէր գալիս, ու առավոտյան էլ գնում էի դասի իրեն չտեսնելով, եւ նման ընտանիքում ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ իրենք ստեղծել են այնպիսի պայմաններ, որ ես ստանամ կրթություն թե Հայաստանում եւ թե միջազգային ոլորտում։ Եվ հաճախ այո մարդիկ չեն տեսնում
անցած փշոտ ճանապարհը չեն տեսնում բոլոր այն ընկերական հանդիպումները, որոնց դու չես գնացել, այն բոլոր ընտանեկան հանդիպումները, հարսանիքները, ծնունդները, որոնց դու չես գնացել, որ դու սովորես, որ հասնես որևիցե կետի, որում դու այսօր ես։ Ու այդ ճանապարհը անվերջ է։ Ես չեմ սիրում, երբ երեխաներին ասում են, ինչ ես ուզում դառնալ։ Դառնալը ինչ որ վերջնական կետ չի, մարդ իր ամբողջ կյանքում փոփոխվելու process-ի ու զարգանալու process-ի մեջ է։ Ընդհանրապես շատ հաճախ միշտ մարդիկ մտածում են, որ եթե աղջիկը գեղեցիկ է լինում, շատ հազվադեպ է լինում, որ նաև սիրում է սովորել, դուք երբ որ երկուսն էլ համադրել եք, ինչ է ձեզ համար ըստ ձեր պատկերացմամբ, արդյոք հիմնականում գեղեցիկ լինելը խանգարում է խելացի դառնալուն եւ որն է պատճառը, որ շատ գեղեցիկ աղջիկների մեծ մասը թերագնահատում է սովորելը։ Ես չեմ կարող, ճիշտ չեմ գտնի, որ գնահատական տամ, որ շատ գեղեցիկ աղջիկներ թերագնահատում են սովորելը։ Կարծում եմ գեղեցկության առումով չեմ ուզում գնահատել սեփական գեղեցկությունը, որովհետև իմ համար չեմ սիրում ստեղծել ստանդարտներ, թե որն է գեղեցիկը։ Իմ լինելով մարդու իրավունքների ոլորտի իրավաբան, մասնագետ, ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ սիրուն են։ Հայ մարդկանց բազմազանությունը շատ եմ ընդունում, իսկ արտաքին տեսքի առումով համաձայն եմ։ Շատ դեպքերում, երբ որ եղել են որոշակի հանդիպումներ կամ գործնական կամ բիզնեսին առնչվող, հաճախ մարդիկ կարծում են, որ ես ավելի փոքր տարիքի եմ, քան կամ իրականում եւ հաճախ են մտածում կամ անլուրջ վերաբերվում որևիցե գործնական խոսակցության եւ երբ արդեն սկսվում է լուրջ գործնական, նույնիսկ անգամ ֆինանսական ուղղվածության քննարկումները, որովհետեւ ֆինանսներին տիրապետում եմ, տեսնում եմ մարդկանց զարմանքը, որովհետեւ հաճախ են մարդիկ արտաքին տեսքից ելնելով կարծիք կազմում մարդու մասին, բայց դա ես ասոցացնում ու համեմատում եմ գրքի հետ։ Դու նայում ես գրքի կազմը եւ չես կարդում բովանդակությունը։ Ու միանգամից կարծիք ես կազմում դրա մասին, չիմանալով թե էջերի արանքում, տողատակերում ինչ կա գրված։ Եվ դու հիմնականում քո բլոգում նաև դա ես սերմանում մարդկանց մեջ, որ պետք է չլինեն ստանդարտներ, այսինքն ստեղծում ես մի միջավայր, որտեղ մարդը իրեն ներդաշնակ է զգում, բացի դրանից կիսվում ես քո ճանապարհորդություններով, ինչպես արդեն նշեցիր, ինչ է քեզ համար նաև ճանապարհորդելը եւ կկիսվես արդյոք ինչ կարելի է ասել ուղի ես անցնում մինչև քո նպատակային երկիր գնալը եւ հեշտ է քեզ տրվել այդքան տարբեր երկրներ ճանապարհորդելը։ Ես համաձայն եմ, որ ես չեմ ուզում ստանդարտներ ստեղծել, որովհետև ստանդարտները տարբեր երկրներում շատ տարբեր են, շատ։ Օրինակ բռնությունը եվրոպական մշակույթում, կարող է ասոցացվել ֆիզիկական բռնության հետ։ Իսկ օրինակ, չգիտեմ, մուսուլմանական երկրներում անգամ երկար նայելը կամ որևիցե բառ ասելն է բռնություն, ու տարբեր մարդիկ տարբեր ձև են ընկալում կախված իրենց ենթամշակութային մտքերից։ Ես հաճախ եմ մեծ պատասխանատվություն զգում, երբ որ երիտասարդ աղջիկներ ինձ գրում են, այ օրինակ որտեղ կարելի է սովորել, որտեղ մի տեսակ հոգեբանական պատասխանատվություն է զգում։ Ճանապարհորդությունների մասով կասեմ, թե կհիշեմ Մարոկոն, որովհետև դա փոքր մերի երազանքներով բոլորս նայել ենք կլոնը ինձ թվում։ Իհարկե, նայել ենք։ Եվ ուզում էի լինել JD փողոցներում, զգալ ինձ այդ միջավայրում շատ եմ իրականում սիրում, բայց երբ վայրեջ կատարեցի Մարոկո ու մարոկացի կնոջ տեսա, ով չէր կարողանում կարդալ։ Տեսա մարոկացի տղամարդկանց, ովքեր բաց մազերով կանանց նայում էին երկար եւ դու սկսում ես ճնշվել։ Ճանապարհորդությունը իր հետ բերում է ոչ միայն հաճելի պահեր, այլ նաև մարտահրավերներ, որ դու ապրում ես մի իրականությունում, որը աշխարհի այլ երկրում գուցե այլ մարդ ապրում է այլ իրականությունում։ Ես հաճախ երբ որ ունենում եմ որևիցե խնդիր, մի պահ աչքերս փակում եմ ու մտածում եմ, թե օրինակ մեր երկրում քանի մարդ ինչքան տարբեր խնդիրներ ունի։ Ու մեկ վայրկյանում նաև մտածում եմ, լավ, մոլորակում քանի մարդ ինչքան տարբեր խնդիրներ ունի, Աֆրիկայում մարդիկ ինչքան տարբեր խնդիրներ ունեն։ Նույն Զանզիբարում ճանապարհորդելիս ես հասկանում էի, որ մարդիկ չունեն կրթություն ստանալու մեծ հնարավորություններ, մարդիկ ամեն օր առավոտյան ժամը 5-ից զբաղվում են ձկնորսությամբ, որ աշխատեն, եւ սկսում են քո խնդիրները ավելի
անկարևոր քեզ թվալ, հա, այդ խոշորացույցը կյանքիցդ հանում ես։ Մերի հիմնականում շատ են նաև հարցնում, թե արդյոք միայնակ ես սիրում ճանապարհորդել, թե ընկերների հետ ես սիրում ճանապարհորդել, ինչպիսին է քո նախընտրությունը, հետեւյալ կարելի է ասել հարցի շուրջ։ Անցած տարվային սիրում եմ ծնողներիս հետ ճանապարհորդել։ Իրականում իմ համար շատ պատասխանատու էր, որովհետև քո X տարիքում, երբ որ դու ճանապարհորդել ես շատ երկրներ ու վերջապես կարողանում ես ստեղծել հնարավորություն, որպեսզի ճամփորդեն ծնողներդ, դա ամենամեծ երջանկություններից է։ Ես սիրում եմ ճամփորդել ընկերների հետ, հատկապես Մարոկոից հետո ես բոլոր աղջիկներին խորհուրդ եմ տալիս Մարոկո չգնալ մենակ, որովհետև կյանքում առաջին անգամ ես զգում էի ինձ մաքսիմալ անապահով։ Նաև տվյալ խնդիրը, որին մենք բախվում ենք, այսինքն սպասելիքները, որը ունենում ենք եւ իրականում տեսնում ենք, քանի որ շատ տարբեր երկրներում ես ճանապարհորդել, ընդհանրապես ինչպես է նաև ռեսուրսների տրամադրումը ճանապարհորդելուն, արդյոք թանկ-հաճույք է, թե կարող ես որոշակի, օրինակ, գումարով X քո կարիքները հոգալ, թե դա էլ է կախված արդեն թե որ երկրում ես ճանապարհորդում։ Ես հիմնականում չեմ դիմում տուրիստական ընկերությունների, այլ սիրում եմ միշտ կազմակերպել ինքս, ցանկացած երկիր ընտրելիս կարդում եմ բազմաթիվ հոդվածներ, նայում եմ Instagram-յան էջեր, տարբեր բլոգերների, ովքեր այցելել են, շատ երկար ուսումնասիրում եմ, կազմում եմ ցանկը, թե ուր եմ ուզում գնալ, որքան պետք է վճարեմ, սակայն պետք է նշեմ, որ Մարոկոյում օրինակ ես Ֆեզում մնաց, պետք պլանավորել էի մնալ 2 օր, բայց մնացի 1 օր, որովհետև ես վախենում էի Ֆեզի նեղ փողոցներից ու մարդկանցից, ովքեր քեզ անընդհատ հետապնդում են, բայց պետք է ասեմ, որ երկար հետո վերականգնողական process էր մոտս, որովհետև դու հաճախ ծախսում ես շատ գումար ունենալով այլ ակնկալիքներ եւ ստանում ես այլ բան։ Գուցե դա իմ սխալն էր, որ ես երկիրը շատ ավելի մանրամասն չէի ուսումնասիրել եւ չէի դիմել որևիցե տուրիստական ընկերության։ Ես դրա հետ համաձայն եմ, բայց միայնակ ինքդ պլանավորելը շատ ավելի է զարգացնում քո ճանապարհորդական հմտությունները, որովհետև դու կարողանում ես ինքդ որոշել որտեղ ես ուզում, դու ինչքան ժամանակ ես ուզում անցկացնել, ու դա զարգացնում է քո տարբեր հմտությունները, տարբեր տեղերում դու կարողանում ես գնալ, լոկալ մարդկանց հետ շփվել, ավելին սովորել, տեղացիներից հարցնել ուր կարելի է գնալ, սկսած հյուրանոցի աշխատողից, վերջացրած, չգիտեմ, սրճարանում գտնվող մարդկանցից։ Նշեցիր, որ հիմնականում Մարոկոյում հանդիպեցիր, կարելի է ասել, հանցավորությունների եւ հիմնականում թեժ կետում է գտնվում, բավականին վտանգավոր է։ Արդյոք ինչպես էր քեզ համար եւ ինչ ընդհանրապես խնդիրների ես բախվել, որոնք կհիշես, որ տպավորվել են քեզ մոտ եւ նաեւ այդ հետապնդումները դրանք սովորական երևույթ են այնտեղ, թե ուղղակի անսովոր էր, կարելի ասել քեզ համար։ Օրինակ այս գեստը ես Մարոկոյում չեմ կարող գրել, կամ եթե գրում եմ, պարտավոր եմ ընդունել, որ մարոկացի շատ տղամարդիկ գուցե երկար քո հետևից քայլեն, խոսեն արաբերեն, որը դու չես հասկանում։ Ես շատ նաև ստրեսվել եմ Եգիպտոս իմ այցի ժամանակ, երբ որ Շարմ էլ Շեյխից ուղևորվում էի Կահիրե, եւ ամեն ճանապարհի մի քանի կիլոմետրին հանդիպում էինք ստուգման կետերի, որը հետո մեր վարորդը մեզ երկար բացատրեց, որ կառավարությունը ֆիլտրում է փախստականներին ու թույլ չի տալիս, որ իրենք մուտք գործեն Շարմ էլ Շեյխ, որպեսզի քաղաքը լինի մաքսիմալ տուրիստական եւ մաքսիմալ ապահովի սպասարկման որակ, որպեսզի զբոսաշրջիկները իրենց զգան ապահով, ինչը ես չէի ասի Կահիրեի մասին, եւ պետք է ասեմ, որ Եգիպտոսը եւս իմ համար շատ զարմանալի էր մարդկանց առումով, ես ստանդարտներ չեմ դնում, հա, ուղղակի ես ինքս իմ մեջ վերլուծում եմ, թե ոնց աշխարհի հնագույն ազգերից մեկը, հա, երկրներից մեկը, ով ժամանակին կարողացել է նման ճարտարապետական կոթողներ կառուցել ու աշխարհի հրաշալիքներից են հանդիսանում, այսօր ապրում են այդքան ցածր զարգացվածության մակարդակում, որ Կահիրեն այդքան աղտոտված էր ու իրոք սարսափելի էր դա։ Խոսում ենք նաև կարելի ասել երկրների ոչ լավ զարգացված լինելու մասին, բայց որն է եղել այն երկիրը, որտեղ այցելել ես եւ շոկի ես ենթարկվել այնտեղի բարձր մակարդակի զարգացվածությունից եւ կցանկանար, որ որոշակի բաներ նաև կարելի ասել տեղափոխեինք մեզ մոտ։ Ես երազում եմ լինել Ճապոնիայում։ Այդ երկրում ես դեռ չեմ եղել։
որովհետև շատ եմ հետևում այն բոլոր բլոգերներին ու մարդկանց, ովքեր այցելում են Ճապոնիա ու գիտեմ, որ բազմաթիվ տարիներ առաջ են մեզանից իրենք ապրում, հա, ոչ միայն մեր երկրի հետ համեմատած եւ կուզեի այդքան զարգացվածության աստիճանի հասներ ամեն ինչ, սկսած բոլոր ոլորտներից։ Անկամ երբ հետևում ես բյութի բլոգերների, տեսնում ես թե ինչքան են օգտագործում նույն խնամքի միջոցները, ինչքան են փորձում գնել այնտեղից, որովհետև իրենք ունեն ֆորմուլաներ եւ բժշկական անգամ մեթոդներ, շատ մարդիկ են մեկնում այնտեղ վիրահատություններ իրականացնելու համար եւ անհամեմատելի է զարգացվածության աստիճանը։ Մերի ընդհանրապես բլոգինգում դու ներդրում ես այսքան կարելի ասել ջանք ու եռանդ եւ կիսվում ես քո պատմությամբ, շատերին թվում է, որ բլոգինգը նաեւ բավականին լավ ոլորտ է, որպեսզի կարողանաս լավ եկամուտ ունենալ, արդյոք քեզ համար ինչպիսին է տվյալ կարծրատիպը եւ մարդիկ մտածում են, որ իրոք բավականին հեշտ է ընդամենը մեկ կարելի ասել հեռախոսի հանելով վերև եւ նկարելով մի հոլովակ դու կարողանում ես բավականին շատ գումար աշխատել։ Մի փոքր կներկայացնես, արդյոք դա այդպիսին է, թե իրականում այլ է։ Պետք է ասեմ, որ ես սկզբում չէի ընկալում, հա, ֆինանսական մասը բլոգի, գուցե դա նրանից է, որ ես ունեմ մշտական այլ աշխատանք, որից ունեմ ֆինանսական եկամուտներ եւ երբևիցե բլոգը ֆինանսական եկամուտներ ստանալու աղբյուր չեմ դիտարկել, հա, դիտարկել եմ ավելի շատ, որպեսզի ոգեշնչեմ շատ մարդկանց, ծանոթանամ շատ մարդկանց հետ եւ շատ մարդիկ էլ ինձ հետ։ Եվ հետագայում իմ աղջիկը մի օր նայի եւ պատկերացնի, թե ինչպիսին է եղել իր մաման։ Ինչ վերաբերում է ֆինանսական մասին, ես համաձայն եմ, իրականում ցավալի է տեսնել երկկողմանի վերաբերմունքը, ավելի շուտ դա ես կարող եմ անվանել, որ եռանկյունի է, հա, մի կողմում որտեղ կան հետևորդները, վստահում են քեզ, հավատում են քեզ ու քո խորհուրդներին։ Մի կողմում կա բլոգինգ ասվածը, որը հաճախ արժեզրկել է մարդկանց վստահությունը, որովհետև մարդիկ մտածում են, որ օրինակ եթե այսօր ես կրում եմ այս զարդը, սա գուցե գովազդ է, ուղղակի կամ անուղղակի։ Հաճախ դու ցույց ես տալիս ինչ-որ մի վայր, որը դու գնացել ես եւ վճարել ես դրա համար կամ կրում ես ինչ-որ մի զգեստ ու ուզում ես կիսվես, գուցե շատ մարդիկ մտածեն, որ դա գովազդ է։ Սա առաջին կողմն է իմ համար հանդիպած խնդիրների։ Երկրորդը դա հաճախ բիզնեսներն են, որոնք գովազդատուներ են։ Առաջին հերթին չեն պատկերացնում, թե ինչ ահռելի աշխատանք է տարվում։ Մտածել, թե ինչպես կարելի է մատուցել լսարանին, բայց մինչև մատուցելը վստահ լինել գովազդված ապրանքի կամ ծառայության որակի համար։ Ես հիշում եմ, որ եղել է մի հյուրանոց, ում հետ համագործակցություն է դիտարկվել եւ մենք գնացել ենք ընտանիքով, ես, մամաս, պապաս, քուրիկս, եղբայրս, այսինքն համագործակցությունը դիտարկվել է, որ մենք գնալու ենք այնտեղ եւ մնալու ենք, որից հետո նոր գովազդելու եմ, որովհետեւ ես երբեք չեմ գովազդի մի բան, որը ինքս չեմ կիրառի, չեմ գնա, չեմ օգտագործի, եւ անկողինը կեղտոտ էր ու ընդհանրապես չէր համապատասխանում այն ամենին, ինչը ներկայացվում էր մեզ։ Ես հրաժարվել եմ դա գովազդելուց եւ անգամ նշել եմ, որ ես պատրաստ եմ վճարել ձեզ այս մի քանի ժամվա համար, որ մենք այստեղ անցկացրել ենք եւ չեմ էլ պատրաստվում մնալ այնտեղ։ Դուք ձեր խոսքում հիմնականում երբ որ խոսում եք բլոգի մասին, շատ հետաքրքիր մի արտահայտություն եք միշտ ասում, ես դա իմ մտքում պահում եմ, որ հարցը չմոռանամ, ասում եք, որ երբ որ իմ երեխան տեսնի, թե իր մայրիկը ինչպիսին է եղել, ու ես զգում եմ, որ դուք բավականին ընտանիքին նվիրվող անձ եք ձեր տեսակով։ Արդյոք ձեզ համար ինչ է նաև ունենալ կողակից անձնական կյանք, ինչպիսի պատկերացում ունեք այդ հարցի վերաբերյալ։ Մինչև դրան անդրադառնալը մի հատ գովազդատուներից բողոքեք։ Հաճախ ունեցել եմ շատ դեպքեր, երբ որ մարդիկ գրել են, որ հյուրասիրություն է ինչ-որ մի բանը, եւ չեն գրում, որ իրենք ակնկալում են դրա դիմաց գովազդ։ Եվ ուղարկում են հյուրասիրությունը եւ հետո գրում են իսկ գովազդը։ Ես շատ եմ գնահատում այս պահին ոլորտում եղած այն մարդկանց, ովքեր հաճախ են թե բլոգերների անունից եւ թե գովազդատուների անունից խոսում, որ հյուրասիրությունը դա գովազդ չէ, դա հյուրասիրություն է, նվերը դա գովազդ չէ, դա նվեր է։ Բարտերային համագործակցություն դա բարտերային համագործակցություն է, իսկ վճարումով համագործակցություն դա վճարումով համագործակցություն է։ Ես իրականում շատ քիչ համագործակցություններ եմ վերցնում եւ չեմ ցանկանում, որի մեջ ասոցացվի գովազդի հետ, որովհետեւ դրա մասին չէ։ Ինչ վերաբերվում է ընտանիքին,
Այո, ես շատ մեծ ընտանեկան արժեքներ ունեմ եւ հաճախ եմ լսում իմ հետևորդներից, թե ինչի ես չեմ ցույց տալիս իմ անձնական կյանքը։ Կարծում եմ դեռ պատրաստ չեմ դա ցույց տալու եւ երկրորդը եթե ես իմ էջում ցույց տամ որևիցե անձնական բան, որտեվ հաճախ են մարդիկ բլոգերների կյանքը նայում որպես ֆիլմ։ Ես ուզում եմ որ դա լինի, չգիտեմ, ցուցադրված որպես առողջ հարաբերությունների օրինակ, որտեղ աղջիկները կարող են սովորել ինչ-որ մի բան, ոչ միայն նայել որպես ֆիլմ, սերիալի հերթական սերիա, այլ սովորելու ինչ-որ մի բան ունենան, քաղելու ինչ-որ մի բան ունենան։ Ընդհանրապես, երբ որ կայացած ես լինում եւ ունենում ես քո աշխատանքը, քո սիրելի զբաղմունքը, բավականին դժվար է գտնել այնպիսի մի մարդու, ով նույն աջակցությունը կտա քեզ, ով կուրախանա քո ուրախություններով, արդյոք քեզ համար հեշտ էր այդ մարդուն հանդիպելը եւ երբ հասկացար, որ իրականում այն մարդն է, ով որ պետք է լինի քո կողքին, այսինքն արժանի լինելու քո կողքին։ Ես Instagram-ում խոսափում եմ խոսել անձնական կյանքից, ու դու հիմա ինձ հարցնում ես անձնական կյանքից։ Ես կարծում եմ, որ առողջ հարաբերությունները դա նա է, եւ դու ընդունում ես մարդուն հաճախ այնպիսին ինչպիսին կա, որովհետեւ երբ որ դու սկսում ես մարդուն, իհարկե կան կետեր աշխատելու, միանշանակ կան, բայց եթե դու մարդուն վերցնելու ես այնց կուբիկ ռուբիկի, հա, լեգոյի ռուբիկի նման ցած քանդես ու հետո հավաքես, այդ չեղա որ դու այդ մարդուն սիրում ես։ Իհարկե կան red flag-եր, որոնք red flag-եր են, ես համաձայն եմ, բայց վերափոխել ամբողջովին մարդուն եւ այո, պետք է գտնես այնպիսի մարդու, ում կողքին դու չես լարվելու, ում կողքին դու չես գալու որպես զինվորիկ, չես մտածելու, որ սահմանափակվում է ու սենց օղակը քեզ սեղմում է ու դու սկսում ես խեղդվել, որ դու կարողանալու ես ստեղծագործել ու որովհետեւ կյանքը կարճ է։ Մենք չենք գիտակցում, հա, եթե հիմա երկուսով միասին հետ գնանք, գուցե հիշենք, թե երբ ենք մենք գնում մանկապարտեզ, երբ դպրոց, sense մի քանի կադրի պես, երբ համասան եւ հիմա մենք աշխատում ենք, հա, շատ արագ անցնում կյանքը։ Կյանքը շատ կարճ է անցնելու լարվածության ու ստրեսի մեջ։ Ընդհանրապես, ինչպես դուք եք նշում, կյանքը միշտ նման է կանգառների, այսինքն ամեն կանգառում մենք մի բան սովորում ենք ու որն է եղել կյանքի դասը ձեզ համար, որը դուք ստացել եք եւ դրանից հետո կարելի ասել այդ սխալը չեք կրկնել եւ ինչ սխալ է եղել։ Իրականում սխալ չի, տարիներ առաջ իմ հարազատները մահացան ավտովթարից։ Մի հուսվեք։ Եվ դա եղավ շատ մեծ շրջադարձային փուլ մեր ընտանիքի ու իմ կյանքում։ Մենք շատ քիչ ենք խոսում այս թեմայից, բայց դա եղավ մի կետ, որից ես հասկանամ, որովհետև հաճախ ենք, չէ՞, մենք, չգիտեմ, լուրերով նայում ու ինչ որ լուրեր թերթում, ասենց արագ անցնում է բոլորիս համար, ինչ որ վատ դեպք ա եղել, միշտ մտածում ենք, որ դա երբեք մեզ հետ չի լինելու։ Մենք երբ որ նայում ենք, չգիտեմ, այլ երկրների պատերազմները, երբեք մտքներով չեն անցնում, որ կսկսվեն մեր երկրում պատերազմները, հա։ Եվ այլ երկրներում էլ մեր երկրի օրինակով չեն մտածում։ Ես երբեք չէի մտածում, որ նման դեպք կարող է լինել մեր կյանքում։ Ու ես սկսեցի վերաարժևորել ու վերագնահատել իմ կյանքը։ Ես ամեն օր տանից դուրս գալուց, եթե մամաս արթուն է, գոնե իրան գրկում եմ ու ասում, որ իրան շատ եմ սիրում։ Մենք ընտանեկան չաթ ունենք, որտեղ հաճախ խոսում ենք, ու ես ամեն օր աշխատանքի տեղում գտնվելով, օրինակ այդ օրը ափսոսում եմ, որ եթե չեմ հասցրել այդ չաթում մի լավ բան գրել, որովհետև միշտ մտքիս մեջ ունեմ, որ կյանքը կարճ է եւ անսպասելի, թե լավ եւ թե վատ առումով։ Երբ որ մենք կորցնում ենք այն ինչ-որ ժամանակի ընթացքում, իրոք ոչ թե չենք գնահատել, այլ դրա արժեքը չենք գիտակցել, որ ինչքան երբ որ պակաս լինի կամ չլինի, ինչքան ցավոտ մեզ համար կլինի, այդ ճանապարհը ընդհանրապես կարելի ասել քեզ ինքդ բուժելու, ինչպես է եղել, արդյոք կարողացել ես միայնակ հաղթահարել, թե ընտանիքի աջակցությունը, ընկերների աջակցությունը քեզ օգնել է։ Մենք հաղթահարել ենք բոլորս միասին, եւ եթե մեզ մնար եւ կարծում եմ մենք բոլորս կարծում ենք, որ
հավերժ ապրելու ենք մենք եւ հավերժ ապրելու են մեր սիրելիները, ցավոք դա այդպես չի։ Եվ այո, վերագտնելու, վերաարժևորվելու process-ը բավականին երկար ժամանակ է պահանջում, որովհետեւ դու սկսում ես վերաիմաստավորել ամեն ինչ ու սկսում ես կենցաղային են խնդիրներին, որ հաճախ անիմաստ վիճում էր, էլ չես վիճում։ Երբ որ առաջ մի փոքր բանից ժամերով նեղացած էիր մնում, էլ նեղացած չես մնում։ Ախր մեր սիրելիներին սեր տալու ուղին ավելի սիրուն է, քան սեփական ամբիցիաների ու սխալ դրամաների մեջ ապրելը։ Կյանքը շատ սիրուն է իր գույներով։ Կան մարդիկ, երբ որ ես աշխատում էի լսողական խանգարում ունեցող մարդկանց հետ, ու նաև Բրայլի այբուբենի ուղղությամբ, երբ որ խորացել էի ու պատկերացնում էի գույր մարդիկ, տեսողական խնդիր ունեցող մարդիկ ինչքան դժվարությունների են հանդիպում։ Նույն Ոսկե Ծիրանի արժանացած Վահե Յանը, կինոռեժիսոր, ունի ֆիլմ Երկու ճանապարհ, որտեղ խոսվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի ճանապարհի մասին։ Ու ռեժիսորը այդ ֆիլմը նկարելիս ինքը փակել է իր ականջները, որպեսզի ինքը պատկերացնի, թե ինչքան դժվար է չլսելը եւ չխոսելը։ Մենք չենք արժևորում այն ինչ ունենք։ Իսկ ընդհանրապես երբ որ աշխատում ես նման, կարելի է ասել ոչ թե թերություն կամ խնդիր, այլ դա երբ որ մարդու մոտ լինում է, ընդհանրապես դու տեսել ես նաև այդ տառապանքները, որ այդ մարդը ունեցել է, արդյոք ինչպես են կարողանում հաղթահարել եւ սոցիալիզացվել, որը շատ կարեւոր է ինձ թվում է։ Շատ դժվար։ Ես աշխատել եմ նաև շատ երկար փախստականների հետ։ Շատ ենք աշխատել նաև Արցախից եկած հայերի հետ, շատ դժվար է, որովհետև հաճախ է լինում, չէ, երբ որ ինչ-որ դեպք է պատահում, այլ ընտանիքում դու գնում, ցավակցում, գալիս ես եւ վերջ, դու հաջորդ վայրկյանից ապրում ես քո կյանքով։ Դու չես պատկերացնում, ճիշտ են ասում, չէ, այ եթե մարդը հագնի իմ կոշիկը, նոր ինձ կհասկանա, այո։ Մերի նաև խոսենք շատ կարևոր մի թեմայի շուրջ, ընդհանրապես երբ որ աղջիկը գնում է եւ սովորում է արտերկրում, շատ դժվար է լինում սկզբում ադապտացվելը։ Եթե կարող ես համապարփակ հիշել քո ուսանողական այդ շրջանը եւ քեզ ինչ տվեց արտերկրում սովորելը։ Ես որոշում կայացրեցի մեկնելու Ուկրաինա, երբ հայրիկս մտածում էր, որ ավելի լավ է Վրաստանում սովորեմ, շարունակեմ, որովհետև մոտ է եւ ինձ կարող են տեսնել եւ հաճախ կարող են օգնել։ Ու քանի որ ես ապրելու էի բացարձակապես կրթաթոշակով, որովհետև դա իմ ու հայրիկիս ամենամեծ վեճն էր եւ ես այդ ժամանակահատվածում ֆինանսապես կայուն չէի կարող ամեն օր ուտել որևիցե սրճարանում կամ չգիտեմ fast food-ի կետում եւ սկսեցի, որոշեցի, որ կգնամ խանութ, գնումներ կանեմ, կսկսեմ սովորել պատրաստել։ Ես գնեցի տարբեր իրեր էկատուն, սկսեցի պատրաստել, հիշեցի, որ օրինակ աղ չեմ առել, ձեթ չեմ առել, սիրելիներ ջան, ովքեր կնայեն, դա եղել է տարիներ առաջ, ես հիմա պատրաստել գիտեմ։ Եվ ես հասկացա, որ օքեյ, ես մի քիչ թերագնահատել եմ մամայիս կարևորությունը մեր կյանքում, որ տանը միշտ կա աղ, ձեթ, յուղ եւ մնացածը։ Հետո հասկացա, որ օրինակ ամանի հեղուկ չեմ առել, ու սկսվեց կայունանալու process։ Կյանքում կայունանալը միայն կրթությունը չէ, դու ինքդ պետք է կարողանաս որպես անձ կայանալ եւ գնահատել այն մարդկանց, ովքեր ամեն օր օրինակ դու գնում ես տուն, կա չգիտեմ, մարդուկված զգեստ, հագուստ, ջերմուտակ ուտելիք, ընտանեկան մթնոլորտ, այդ ամենակարևորն է։ Ես հասկացա, թե ինչքան կարևոր է այն ամենը, ինչ ես ունեմ հայրենիքում։ Մերի, շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար, մի բան եմ ցանկանում ինքս ավելացնել, մեզ միշտ թվում է, երբ որ մենք դիտում ենք տարբեր բլոգինգով զբաղվող մարդկանց եւ երբ որ միշտ տալիս ենք բլոգեր, որ այս մարդ օրինակ զբաղվում է բլոգինգով, մեզ թվում է, որ իրականում նրա մտահորիզոնը չի լինի բավականին լայն եւ հետաքրքիր, մենք ունենք տվյալ կարելի ասել ճակերտավոր պատկերացումները, բայց ես օր-օրի ավելի եմ ուրախանում, որ ծանոթանում եմ այնպիսի մարդկանց հետ, որոնցից ես ինքս շատ բաներ եմ սովորում, կրկին շնորհակալ եմ քեզ, որ այսօր ինձ ավելի շատ արժեքներ տվեցիր եւ ավելի շատ կարելի ասել մոտիվացիա տվեցիր առաջ շարժվելու։ Ես էլ եմ շնորհակալ քեզ քո ժամանակի համար ու շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց իրենց թանկ ժամանակը հատկացնելու համար, ովքեր կնայեն այս հաղորդումը եւ ես շատ ուրախ կլինեմ նրանցից յուրաքանչյուրին հանդիպելու իրականում։
Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, վստահ եմ, որ այս զրույցը ձեզ բավականին շատ գիտելիքներ տվեց։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։